Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը և Արցախ հեռուստատեսությունը ներկայացնում են. Ես Լորան եմ, ծնվել և մեծացել եմ Ստեփանակերտում, վստահ եմ, որ բոլոր այն երեխաները, ովքեր ապրել և մեծացել են իրենց տատիկ-պապիկների հետ, ունեն յուրահատուկ համով ու հոտով մանկություն։ Ամբողջ կյանքս ապրել եմ Ստեփանակերտում, բայց միշտ զգացել եմ այդ հողի և բնության ուժը։ Հայ կինը ընդհանրապես պատմության մեջ շատ դժվար փուլեր է անցել, բայց միշտ եղել է ամուր, միշտ եղել է անկոտրում, միշտ եղել է իր տղամարդու կողքին, հայ տղամարդու կողքին։ Իսկ ինչպես է նա կարողացել հաղթահարել այդ փորձությունները, դա եւս ոնց որ լուռ վկաներն են նրանց մշակույթը, կենցաղը, ինչպես էին դա նրանք հաղթահարում, դա պարզից էլ պարզ է, բոլորը ինչ որ ասեղնագործում էին, բոլորը կար էին անում, բոլորը դա նաև պահանջմունք էր, որովհետև պիտի հագցնես քո երեխային, պիտի կարողանաս ապահովել ինչ որ բանով, բայց ամենակարևորը դա նրանց ներշնչանքի, դա նրանց ոգեշնչման, դա նրանց ամրության աղբյուրն էր, որով եւ կարողացան սատար կանել իրենց տղամարդկանց։ Եթե ինձ հարցնեն ամենաշատը ինչն եմ կարոտում Արցախից, դա միանշանակ կլինեն իմ արմատները, իմ տատիկ-պապիկները, իսկ որպես կին հատկապես տատիկներս։ Անձնական օրինակով նրանք կարողանում էին մեր մեջ սերմանել շատ կարևոր տարրեր։ Գոհար Բաբոս շատ էսթետ կին էր, ինքը շատ էր սիրում գեղեցիկ սպասքը, գեղեցիկ սեղան դնելը, ովքեր որ իրեն ճանաչում են, գիտեն, որ մեր տանը միշտ եղել է շատ գեղեցիկ եւ սիրուն սպասք, ինքը շատ սիրուն սեղան էր դնում, այսինքն այդ ամեն ինչը մենք միշտ տեսել ենք հենց իրենից։ Շատ չենք ենա տոնս տղս այանım, այանım Շատ չենք ենա տոնս տղս այանım, այանım Վարկար կենա ազգուցղս այանım, այանım Վարկար կենա ազգուցղս այանım, այանım Ինքը գործում էր, ինքը աշխատում էր տարբեր գործիքներով, նաև կարողանում էր ասեղնագործել, սիրուն սփռոցներ ուներ տանը, կուզեի նաև ասել, որ ինձ համար ամենակարևոր մասունքներից մեկը, որը կարողացա ինձ հետ բերել Արցախից Հայաստան, դա իմ տատիկի ձեռքերով գործած փոքրիկ սեղանագորգն է, որի վրա մինչև հիմա պահպանված են, եթե օրինակ ուշադրություն դարձնեք, կտեսնեք ինքը շատ հին կտոր է, բավականին հին ժամանակներից է, բայց գույները, թելերը, որոնցով այն գործած է, մինչև հիմա պահպանել են իրենց գույնը, այսպես շատ թանկ մասունքի նման ես այն իմ մոտ պահում եմ եւ հենց այս սփռոցը, այս սեղանագորգը դարավ հիմք, դարավ սկիզբ, այդ գաղափարի սկիզբ եւ ես որոշեցի այս գույներով եւ այս թելերով կապել ներկան ու ապագան, իմ կարոտը ուզում եմ արտահայտել հենց այս միջոցով, ես ուզում եմ հիշել Արցախը եւ պահել իմ սրտում, իմ հոգում, իմ տատիկների շնորհիվ, գույներով, համերով ու հոտերով,
ու այդ պատճառով էլ որոշեցի հենց այս գործը նախաձեռնել, այսինքն որոշեցի նույնպես փորձել սկսել ասեղնագործել, դարձնել այդ գործը շատ կարևոր ոչ միայն ինձ համար, այլ կարևոր մարդկանց համար եւ այդ գործի միջոցով նույնիսկ այստեղից դեպի Սփյուռք կարողանալ հասցնել հայ կնոջ միտքը, լինի դա նկարչություն, լինի դա ասեղնագործություն կամ մի այլ զբաղմունք, գույները բոլորիս էլ պարգևում են այլ զգացողություններ եւ կարող են նորոգել մեր հոգին։ Մարտաղնիմ քութերթարի մռավ սարետ թութեցարետ Ռնգի մարը քարետ Մինգիլ քարետ նախշաստարետ Շատ շենգենա սիմ Ղարաբաղ Մեր ջիրակին շողու շապաղ Մեր տոնու տեղ հողու հոդա Ինչ վերոնի մախ ես մատա Մեր բոլոր կանայք հին ժամանակներում ասեղնագործում էին, կար էին անում, ինչ-որ բան էին ստեղծում։ Այդ կարևոր ժառանգությունը ոնց որ մեզնից պակասել է, մեզնից հեռանում է կամաց-կամաց։ Եվ այդտեղից էլ հենց առաջացավ այդ գաղափարը, որ ես կարող եմ ոչ միայն գրել այդ արժեքները, այլ նաև փոխանցել։ Մեր կարոտն ու սերը, օրինակ ես որոշեցի արտահայտել հենց այսպես։ Այսինքն արտահայտել այն միջոցով, որը որ նրանք ինձ են տվել, որը որ ես կարողանում եմ տանել ինձ հետ ամեն ուր էլ լինեմ։ Ինքը այս պահին ինձ համար ընդամենը գաղափար է, որը որ ես ժառանգել եմ իմ տատիկներից, որը որ փոխանցել են իրենք ինձ, բայց ես ավելի քան վստահ եմ, որ ինքը հնարավորություն ունի դառնալ այնպիսի գործիք, որը կկարողանա միավորել աշխարհի հայ կանանց եւ կկարողանա հիմք հանդիսանալ, որպեսզի մենք բոլորս մի պահ վերադառնանք մեր արմատներին եւ հասկանանք, չէ՞ որ բոլոր ազգերի փրկությունը հենց արմատներին վերադարձի մեջ է։ Են աղջիկն հորքինած, հյուրքինած ջան, են աղջիկն հորքինած, հյուրքինած ջան, իմ սերտը տարավ, հյուր տարավ ջան, անցերտը հյուրքինած, զուրքինած ջան, մեր ծերեն, խնջրին ջան, մեր ծերեն, խնջրին